Օրս տեղի ունեցավ նաև այդ հայ-ռուսական ֆորումը, նվիրված Գյումրու այդ ազատտնտեսական գոտու գաղափարին, Գյումրու ընդհանրապես զարգացմանը, ներդրումներին եւ հետաքրքիր է, որ Ռուսաստանի Դաշնության Դումայի պատգամավորը իշխող կուսակցության անդամը հայտարարեց, որ իրենք աջակցում են այն գաղափարներին, այն մոտեցումները, որ ունի Հայաստանը, մասնավորապես դուք Գյումրու ընտրություններում, մենք գիտենք, որ Գյումրին Ռուսաստանի համար նաև հատուկ հետաքրքրություն է ներկայացնում ռազմաբազայի արկայությամբ եւ ընդհանրապես պատմական կապի արկայությամբ, դա բավական քննադատվեց իշխանության ներկայացուցիչների կողմից, քարոզիչները իշխանական ասցին դրսից տղա են բերում, չգիտեմ, ապացուցվեց, որ այս ուժը ռուսների հետ համագործակցության կողմնակից է, բայց ինչ է գաղտնիք էր, որ Հայաստանը այդ համագործակցության կողմնակից է, ինչու այդքան անհանգստացան։ Ուրեմն ասեմ, ազատ տնտեսական կոդին առանց ներդրումների նման է լողավազանում, դատարկ լողավազանում ցուկ որսալուն, եւ միանշանակ է, որ եթե ազատ տնտեսական կոդու ծրագիր ենք առաջարկում, ուրեմն անպայման պետք է ներդրողներ փնտրենք եւ մեր այսպես ասած բազմաթիվ շփումների արդյունքում ի վերջո հաջողվեց մեզ մեր ռուս գործընկերների հետ ունենալ ընդհանուր այսպես ասած գաղափար, որ եթե Գյումրիում լինի ազատ տնտեսական կոդի, իրենք համաձայնություն են տալու ներդրումներ կատարելու։